Ողջույն, սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի եթերում մենք հաղորդաշարն է, իսկ լուրս այսօր մի հետաքրքիր հայուհի է։ Բանաստեղծ, արձակագիր, երգահան Անահիտ Սարգսյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան հրավերս ընդունելու համար եւ ուրախ եմ, որ մենք այսօրն ենք հանդիպում, այսինքն այսօր մանկավարժի օրն է եւ ես ուսուցչի օրն է եւ ես օրվա առիթով նախ ուզում եմ շնորհավորել ձեզ, որովհետեւ դուք շատ հետաքրքիր մանկավարժական ուղի եք անցել։ Հետևաբար նաև կուզեմ այսօրվա մեր զրույցը սկսենք հենց նրանից, նաև մեր հեռուստադիտողներին ներկայացնելով, թե ով է Անահիտ Սարգսյանը, պարզապես հիշեցում անեմ, նաև տեղեկացնեմ ավելի ճիշտ մեր հեռուստադիտողներին, որ դուք հետաքրքիր մանկավարժական անցյալ ունեք Հայաստանում եւ Հայաստանից դուրս, Ուկրաինայում, Խարկովում ապրելով, փաստորեն ձեզ հաջողվել է այնտեղ բացել այստեղով ընթերցեմ, հայ մշակույթային կենտրոն եւ այդ կենտրոնինքից հայկական դպրոց։ Եվ ուրեմն լսենք ձեզ, Տիկին Սարգսյան, ինչպես ձեզ դա հաջողվեց։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալություն շնորհավորանքների համար եւ բարև ողջույն, բարի տեսանք մեր սրբատեղի փառահեղ հայրենիքում, մեր հեքիաթային անզուգական հայրենիքում, որի տերն ենք մենք եւ տեր պիտի մնանք, որովհետեւ մեր ազգային արարչական անպարտելի արմատը հենց այս սրբատեղի հողում է, որից սնվում եւ ամեն օր զորեղանում է հայամարդը։ Այլ խոսք հայամարդը այսօր զորեղ է արդյոք, սա խնդիր է, մենք կխոսենք այդ մասին, իսկ թե ինչպես հաջողվեց օտարության մեջ հայապահպան գործունեությամբ, լայն գործունեությամբ զբաղվել, դա էլ մեծ խնդիր չէր, որովհետև եթե դու հայրենասեր ես, հայրենապաշտ ես եւ ուզում ես պահպանել քո տեսակը, իսկ ամեն ճշմարիտ հայ պետք է ուզենա պահպանել իր տեսակը, որը մեծ խնդիր է դրսում։ Այսօր մենք հայապահպանության խնդիր ունենք Հայաստանում եւս առավել եւս մնաց թե օտարության մեջ մենք ունենայինք փառահեղ արդյունք, այդպես չէ իհարկե եւ երբ որ ես ամուսնացա անցյալ դարի 80-ական թվականների կեսին եւ իհարկե աշխատում էի, իսկ այստեղից ես գնացի որպես դասախոս, ես իմ առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ եւ տնտեսագիտություն էի դասավանդում եւ շատ սիրում էի այդ գործը աշխատել սերնդի հետ, սովորեցնելու համար պետք է ինչ-որ բան իմանալ, որ սովորեցնել, պետք է ունենաս ուսուցչության ձիրքը, տաղանդը, շնորհը, պետք է գիտելիք ունենաս ասելու համար եւ սիրես քո ազգին, սերունդ սիրես, երեխաներին սիրես, որ ուզենաս նրանց սովորեցնել։ Հիմա ամեն ինչ փոխված է իհարկե, այն ժամանակ բոլորովին այլ էր եւ ընդ որում այն ժամանակ ես 26 տարեկան էի ներեցեք համալսարանից հետո եւ մեծ սիրով էի եւ ես դա անում եւ հայտնաբերեցի, որ իսկապես իմ մեջ դա վաղուց կար, ուրեմն ես ճիշտ իմ տեղում էի։ Եվ Ուկրաինայում երբ որ հայտնվեցի, ես տնտեսագիտական ուղղությամբ էի աշխատում, բանկում էի աշխատում իդեպ եւ երբ որ լսեցի, որ 1990 թվականին Խարկովում բացվեց հայկական դպրոց, պետական դպրոց, ես ապշել էի եւ հիացել էի արցունքներն աչքերիս խելակորույս հասա ժողովրդբաժին, ասելու թե դա ինչ է նշանակում ռադիոյով էր հայտարարությունը Եվ ներկայացա, իմացան, որ ես դասախոս եմ եղել եւ անմիջապես առաջարկեցին աշխատել դպրոցում, բնականաբար ես համաձայնեցի եւ մի քանի օր հետո հրավիրեցին առաջարկելով տնօրինությունը, ես ապշած էի բնականաբար, բայց սիրով եւ պատկերացնում եք 320 աշակերտ եկավ այդ հայկական դպրոց 6-ից 60 տարեկան։ Դուք պատկերացնում եք, եւ ես նրանց հետ պիտի աշխատեի, նրանց պիտի ներկայացնեի իմ հայրենիքը, իմ սրբասուրբ հայրենիքը։ Նրանք պիտի իմանային ամեն բան ինձանից, որտեղ ես Հայաստանից էի գնացել, իսկ իրենք Հայաստանը նկարներով էին ճանաչում, այնտեղ ծնվածների մասն է խոսքը։ Իսկ 60 տարեկան եւ ավելին, այսինքն բարձր դասարաններում, երբ որ գալիս էին էլի արցունքաթած աչքերով, լսելու իրենց խոսքերով ասած մեր քաղցրաերկ լեզուն, գալիս էին լսելու ուղղակի, որտեղ իրենք խոսում էին, դե արևմտա
հայերը իրենց բասինիցին, խոտոջուրիցին, ամիք իրենց բարբարներով ու ինձ ասում էին, խոսեք, դուք շատ խոսեք, մեր անուշ լեզուն մենք լսենք, ասել թե կարոտ էին այդ լեզվին։ Դուք գանձ եք եղել Խարկովի հայության համար։ Ինձ ասում էին Մայր Հայաստան։ Ես սիրով էի տանում այդ գանձի պարտականությունը, բայց ես նաև հալածանքների մեջ էի եւ այդպես սկսեցի ուսումնասիրել հայերին, տեսեք, ես կասկածեցի ասել հայերին, որովհետև ամեն հայախոս հայ չէ։ Ես այնտեղ դեռ հասկացա, որ բոլոր հայախոսները չէ որ հայ են եւ առավել եւս իրենց ազգանունների յան վերջավորությամբ ներկայացողները, որ պախարակում են հայերին, որ ասում են հայերը իրար չեն սիրում, հայ, որտեղ հայ, այնտեղ վայ եւ այլն, դա սուտ է, չհավատակ երբեք, որովհետև հայ իր տեսակը չի ոչնչացնում։ Այսինքն կներեք այդպես ասողները ազգությամբ հայեր չեն, բայց կրում են հայկական ազգանուններ, ես եկա այդ կարծիքին, սկսելով ուսումնասիրել հայի հոգեբանությունը, վերջապես դպրոցում 320 աշակերտ էին տարբեր տարիքների եւ տարբեր մասնագիտությունների, շատ բարձր խավ կար նաեւ այնտեղ, եւ սկսեցի ուսումնասիրել։ Նրանք, ովքեր մասնակցել էին այդ պետական դպրոցի բացմանը, բոլորը զբաղված էին բարձր գործերով, այսինքն պաշտոններ ունեին եւ ֆինանսավորում էին դպրոցը, բայց ժողովրդբաժնին էին ֆինանսավորում, ոչ թե հայկականության։ Եվ ինձ պարտադրում էին անել այն, ինչ որ կասի ժողովրդբաժինը։ Իսկ ես գիտեի, որ ինձ պետք է ազգային դպրոց։ Այսինքն պայքարել ազգային դպրոցի դեմ։ Այո, ասում էին դուք թող ես ասում եմ որ գարցեք հայկական դպրոց, պիտի խոսեք հայերեն։ Եկել եք չգիտեք հայերեն, բարի պիտի սովորեք իհարկե։ Մենք սովորում ենք հայերեն, ովքեր գիտեն խոսում են հայերեն, չէ որ դուք փոքրիկ Հայաստան եք եկել։ Եվ լուրերը հասցնում էին որտեղ որ պետք էր եւ այնտեղից ինձ ճնշում էին ասելով որ ձեզ ինչ ասում են դուք դա պիտի անեք։ Որն էր, ինչ էին։ Այն որ մենք պիտի Ուկրաինայում ոչ թե պարտադրում էին ուկրաիներեն, այլ պարտադրում էին ռուսերեն։ Դա զարորելի էր, դա ընտրամաբանական էր։ Դուք հայկական դպրոց եք բացել, իսկ ուր մնաց հայերեն։ Ես հենց դա էի ասում, ես չկարողացա ապացուցել իրենց եւ զուգահեռ բացեցի իմ հայ մշակույթի կենտրոնը։ Զուգահեռ բացեցի եւ աշակերտներս այդ դպրոցից շատ եկան հայ մշակույթի կենտրոն, որտեղ եւս շարունակեց աշխատել հայկական դպրոցը եւ իհարկե շաբաթի 2 անգամ դասեր ունենք, պատմության դասեր, մեր ավանդույթները ես վերհանեցի, Ռաֆու 10 հատորյակը ուսումնասիրեցի եւ այդպես հասկացա, իմացա մեր տոները, մեր ավանդույթները, որոնք մենք չգիտեինք խորհրդային Հայաստանի ժամանակ, ասենք բերքի տոն ունեինք եւ այլն, բայց մենք մեր բուն ազգային ոչ մի արժեքի ծանոթ չէինք փաստորեն։ Այսինքն դուք Ուկրաինայում կոնկրետ Խարկովում ուսումնասիրել իմ ծագումն հայապահպան գործունեություն եք արել։ Ինձ կրթելով կրթում էի ազգին։ Ես ծանոթանում էի իմ ավանդույթների, իմ ծագումնաբանությանը եւ ես դա հասցնում էի ազգին։ Դուք չեք պատկերացնում, գալիս էին հայ մշակույթի կենտրոն եւ ասում էին. «Ուր էիք դուք 20 տարի առաջ»։ Ասում եք 20 տարի առաջ ես երեխայի դպրոց էի գնում, հիմա եկել եմ։ Այսինքն մենք էլ ունեինք փրկության կարիք եւ դուք չեք կարող երևակայել ինձ ինչ մեծ հաճույք էր գերագույն, երբ որ ես բացահայտում էի իմ տեսակը, իմ ծագումը։ Ես հասկանում էի թե ով եմ ես, ինչ պատիվ է հայ ծնվել այս աշխարհում, ինչ հարստություն մենք ունենք, միայն մեր լեզուն ինչ արժե, դա միայն հաղորդակցման միջոց չէ, դա լեզվամտածողություն է, իմաստություն է, փիլիսոփայություն է, պատահական տառուբար գոյություն չունի։ Ես այդ ամենը բացահայտեցի օտարության մեջ եւ ծնվեցին իմ գրքերը։ Հետաքրքիր է շատ։ Դրան դեռ կանդրադառնանք ով է հայը մեր ինքնության, մենք որքան ենք մեզ ճանաչում։ Ես առանձին կուզեմ դրան անդրադառնանք, բայց ինձ շատ մտահոգեց ձեր հետեւյալ միտքը։ Դրսում մենք շատ մեծ հույսեր ենք, չէ՞, միշտ կապել Սփյուռքի հետ, սփյուռքահայության հետ։ Ուզում հասկանալ, այդ ինչ շերտ է եղել Խարկովում, Ուկրաինայում, որը հայախոս կամ յան ազգանունը կրելով հայկական է եղել։ Դրանք ովքեր են, եկեք բաց խոսենք, էլի հասկանանք։ Իդեպ ես ասեմ ձեզ, Տիկին Սարգսյան, մենք հաճախ մեր թշնամիներին լավ չենք ճանաչում։ Ընդհանրապես չեք ճանաչում։ Դուք Հայաստան, ես գիտեք, բարձրանում էի այնտեղ օտարության մեջ, որ միատարր է իմ Հայաստան աշխարհը։ Միշտ այդպես ենք իմացել։ Այո, մենք մեզ խաբել ենք։ Երբ որ ես հիմա, ես արդեն 15 տարի Հայաստանում եմ, եւ ես կարծում եմ, որ իմ մեծ փորձը օտարության մեջ ձեռք բերած գիտելիքները եւ վերջապես իմ գրքերը ամեն ինչ կարող է օգտակար լինել իմ Հայաստանին եւ ինձ համար պատիվ կլինի ծառայել
այլ ազգից սերունդ կրթել, ասելու համար երջանկությունը մեր սրբատեղի հողում է, օտարության մեջ չկա երջանկություն եւ օտարության մեջ դու միշտ օտար ես։ Անկամ իմ տեսակը, որ այնտեղ միայն փառքի արժանացավ, գնահատվեց օտարների կողմից գնահատվեց իմ հայապահպան գործունեությունը, ասում էին գրողների միության անդամ դարձա Ուկրաինայում, այն ժամանակ 50 միլիոնանոց Ուկրաինայում եւ իդեպ նրանց գրողների միությունը կոչվում է ազգային Ուկրաինայի ազգային գրողների միություն, որի անդամ դարձա նաև ես եւ բոլորը նշում էին, որ Անահիտ Սարգսյանի ազգային դեմքն է իր դեմքը եւ ազգային դեմքը գնահատեց ուկրաինացին։ Սա շատ կարևոր խնդիր է եւ գրողների միությունում երբ որ իմ հերթական գրքի շնորհանդեսներ լինում ինձ ասում էին դուք խոսեք հայերեն, ասում էին դուք չեք հասկանում, ասում էին ձեր լեզուն մեղեդային երկ լեզու է, դուք ինչ էլ խոսեք մենք ընկալում ենք, որովհետեւ քաղցր լեզու դուք ունեք։ Գիտեք ինչ պատիվ էր ինձ համար իմ մայրենին, որ հնչում էր Ուկրաինայում։ Հիմա թույլ տվեք տարիները իհարկե անցե, բայց ես ուզում եմ ուղղակի մեծ շնորհակալությունս հայտնել այ լսելով ձեզ եւ եթերից առաջ էլ մենք միասին զրուցել ենք եւ հիմա ես ուզում եմ նաեւ եթերով շնորհակալությունս հայտնել։ Իսկապես հաճույքով եմ լսում, դուք տնտեսագետ եք եղել մասնագիտությամբ։ Հետո դարձա բանասեր, երբ որ տնօրենն էի դպրոցի։ Այդ ներողություն շատ հայերենի դերիմացությունը ինձ ուղղակի հաճույք է պատճառում, դուք ոսկեղենիկ հայերեն, որ ասում են այդպես դուք մատուցում եք մեր մայրենին։ Պատիվ ունեմ կրողը լինել հայերենի։ Դուք գիտեք ինչու ես հետո գնացի բանասիրական, վերադարձա իմ իսկ համալսարան, որպես երկրորդ բարձրագույն կրթություն, անմիջապես երկրորդ կուրս նստեցի, որովհետև երբ որ ես այդ պետական դպրոցի տնօրենն էի, հայկական դպրոցի, հալածանքների մեջ է, ասում էին ինքը տնտեսագետ է, թեև ես մանկավարժական որակավորում ունեի, իմ աշխատանքային գրքույկում գրանցված էր, ինչու է ինքը աշխատում այստեղ, որովհետև իրենք չէին ուզում, որ դա ազգային դպրոց լինի։ Իսկ այն մտնողը, ով որ մտնում էր դպրոց, ասում էր շնչում է հայերեն, դպրոցը շնչում է հայերեն, որովհետև ես եմ այնտեղ, պարտադրում եմ խոսել հայերեն, սիրել իրար հայերեն եւ այլն, իսկ ինձ պարտադրում էին չանել ազգային։ Եվ ես ներողություն, եւ ես ստիպված չգիտեմ ում ինչ ապացուցելու համար եկա իմ Հայաստան աշխարհ բանասիրական ընդունվեցի նորից, որ լինեմ բանասեր, որ իրենց կարծիքով հանգիստ աշխատեմ հայկական դպրոցում։ Այսինքն որ ոչ ոք չհալածի ինձ։ Լավ, դե եկեք ուրեմն դառնանք նույն հարցին, ովքեր են եղել այդ ձեր աշխատանքը ազգանվեր, հայանպաստ աշխատանքը։ Խոչընդոտողներ։ Այո, գիտեք, ես ազգաններ չեմ տալու, իհարկե դրանցից մի քանիսը արդեն չկան, եւ Խարկով քաղաքը դա Ուկրաինայի առաջին մայրաքաղաքն էր մինչեւ 34 թվականը, եւ Խարկովի 4 գլխավոր ոլորտներում շինարարություն, ջուր, հաց եւ այլն հայեր էին։ Ես ուր գնում էի, ասենք, որևէ հարց լուծելու, ասում էին ազգանունները տալիս են, այդ ձերոնք են բոլորը, դուք ինչու խնդիր ունեք, ասում էին։ Եվ ես ամոթահար էսպես գնում էի նրանց դիմում էի, որ օգնեին եւ երազանք ունեի հայկական դպրոցի վրա հայերեն գրել հայկական դպրոց, հայոց դպրոց։ Առավել եւս ասեմ, որ Եղեռնապուրց ազգի սերունդները այնտեղի Պուշկինի փողոցում Խարկովի կենտրոնն է դա, ունեցել են ուսումնարան, մինչև հիմա հայերեն գրված է դրա վրա։ Հայոց դպրոց թատրոն են ունեցել, մանկապարտեզ են ունեցել, որը հետո իհարկե հալածանքների ենթարկվել, բայց այդ շենքը հետո իրենք դարձրել են ուրեմն ուսուցիչների որակավորման դպրոց։ Ես ջանում էի այդ շենքը վերադարձնել հայերին, որտեղ դա հայերի շենքն էր, եւ ում դիմում էի ասում էին եղբայր դու ուրիշ խնդիր չունես, եթե քեզ պետք է անձնական օգնություն, մենք քեզ օգնենք, քեզ պետք է արդյոք հայի հետ կապվել։ Ես սարսափում էի, ոնց թե հայ, ես հայ եմ, ոնց կարելի է այդպեսի հարցադրում անել, եւ ես դե ջահել էի, շատ ջահել էի, ես այսքան գիտելիք չունեի առավել եւս, եւ ամաչում էի անգամ հարցնել, չեք ամաչում արդյոք դուք հայ չեք, ուրեմն դուք հայախոս եւ չհայեր եք, եւ սկսեցի ուսումնասիրել, քանդեցի, քրքրեցի եւ գտա, որ շատերը ովքեր հենց զբաղված են այդ գործով, հետո սկսեցին եկեղեցի կառուցել, գնում էին տները, փողեր էին պահանջում, հալածում էին իրար եւ այլն, այդ խայտարակությունների մեջ մենք հիմա չխորանանք եւ ես բացահայտեցի ինձ համար, որ ամեն հայախոսը Հայաստանից եկած նա հայ չէ եւ ծպտալ թշնամիները հայի անունից հայավոչնչացման ծրագիր են իրականացնում եւ դրսում եւ ներսում։ Այդ ձեր մտքերը մեկ այլ դեպքում երբ որ ասվում է, ասենք ասում են դուք դավադրության տեսության ոչ մի դեպքում ես հիմա արդեն ուսումնասիրեցի Հայաստանում 15 տարի ներողություն, ես զարմանում
անում էի, ինչու, ուր գնում, դպրոց էին հրավիրում, գրադարանն էին հրավիրում, Տիկին Սարգսյան, խնդրում ենք այս թեմայից չխոսել, այն թեմայից հատկապես ազգային, ես չէի հասկանում, ազգային պետությունն է իմ հայոց պետությունը, ես հենց դրա պատճառով եմ այդքան տառապել, աշխատել, որ ազգիս հասցնեմ իր ազգային արժեքները, իսկ ինչի մասին պետք է խոսել, եթե ոչ ազգայինի, այն դեպքում, երբ որ հայ մարդը դրսից արդեն չխոսենք, խոսենք ներսից, հիմա արդեն ես հստակ գիտեմ, որ հայը չգիտի իր ծագումնաբանությունը, առավել եւս երիտասարդ այդ սերունդը, նոր սերունդը, իրենք չեն ճանաչում իրենց, հայրենաճանաչ չեն, ինչ չես ճանաչում, չես սիրում, ուրեմն հայրենասեր չեն, նյութապաշտությունը լափել է ազգային արժեքները, հետևաբար, եթե դու հայրենասեր չես, հայրենատեր էլ չես, որովհետև տեր չես, եթե չես սիրում, ոնց տեր կլինես, հետևաբար տեր չես, հայրենապաշտ չես, իսկ եթե հայրենապաշտ չես, թշնամին անում է այն, ինչ որ հիմա անում են հայրենապաշտից դողում է թշնամին, որովհետև հայրենապաշտը տերն է իր երկրի, այդ դրա համար դպրոցներում պետք է որպես առանձին առարկա սովորեն Նժդեհի տեսությունը, ցեղակրոնությունը, ցեղահավատությունը եւ հասկանան թե ովքեր են իրենք, թե ինչու ունեն արդյոք պատիվ հայ ծնվելու, ծնված լինելու, Հայաստանում ապրելու, որովհետեւ պատիվ է հայրենիք ունենալ երջանկություն է, պատիվ է հայ լինելը եւ պատիվ ունենալը հայրենիքում ապրելը եւ ազգին ծառայելն է պատիվ, եղբայր։ Իհարկե, շատ կարեւոր բան ասացիք, որ նախ ինքներս մեզ պիտի ճանաչենք, այդ ինքնաճանաչողությունը իսկապես, որ պիտի սկսվի կարծում եմ ոչ թե դպրոցից, ավելի վաղ, մանկապարտեզից, ավելի վաղ, մայրիկները պիտի կրթեն իրենց չծնված երեխաներին արդեն։ Հենց մենք, ես կարծում եմ մեծ թե կամ ողբերգություն, կամ որտեղ բաց թողում չեմ կարող ասել։ Չէ, դա ողբերգություն է, այո։ Եվ դա ծրագիր է, ծրագրային։ Լավ, մենք ինչն է պատճառը, որ դա չի հաջողվում, նաև առավելապես անկախության է շրջանում, մենք անկախության սերունդ ենք համարվում, ապրում ենք անկախ Հայաստանում, բայց մենք ընտանեկան անհրաժեշտ դաստիարակությունը չենք տալիս մեր երեխային, չենք կրթում նրան որպես հայ մտածողության, նրանք կրթում ենք, ասենք, ինչպես այսօրվա ղեկավարն է ասում, հաճույքներ ստացեք, վայելեք, մոռացեք արարածը, այսինքն անսեր, անդեմ, անկիր, ետ, բնականաբար անհայրենիք։ Հիմա այս ամեն ինչի նպատակը ո՞րն է։ Հայավոչնչացումը։ Այդ ամեն ինչի նպատակը հայավոչնչացումը եւ Հայաստանի կործանումը։ Ներեցեք, բայց մեր պատմությունից մենք պիտի դասեր քաղենք։ Լավ դասերը եւ վատ դասերը, լավ դասերը շարունակենք, վատ դասերը շտկենք, որովհետեւ հենց այդ միտքը կար։ Այո, բոլոր գրքերում կա այդ մասին։ Դուք շեշտում եք այդ միտքը։ Այո, բոլոր գրքերում կա։ Ես հիմա հարց ունեմ այդ առումով, այբ ասում ենք, իդեպ Նժդեն է հենց շատ կարևորել պատմությունից դասեր քաղել եւ սխալները չկրկնելու այդ կարևոր միտքը։ Բնականաբար, այդ խնդիրը մենք միշտ ունենք։ Ես հիմա ձեզ հետեւյալ հարցը տալ, դա շատ հաճախ է ասվում։ Ուզում հասկանալ մենք մեր պատմությունից այդ ինչ դասեր է, որ չենք քաղում եւ ինչու ենք պարբերաբար ցեղասպանվում։ Այո, աղետի առաջ։ Աղետ եք դուք ասում, բայց դա ողբերգությունը, ցեղասպանությունը, դա աղետ չէ, դա հանցագործություն է։ Ներեցեք։ Ներողություն, դա մեր խայտարակությունն է, իմ փառահեղ ազգի խայտարակությունն է ցեղասպանությունը։ Մորթվածի հանդերձով 100-ից ավել տարիներ գութը խնդրել անբարո աշխարհի, որի աչքի առաջ եղավ ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը մեզ նվաստացրեց, մեզ ոչնչացրեց, որովհետև ամոթ է հային ցեղասպանվելը, ինչու, որովհետև մենք արմենների ցեղ ենք։ Արմեն նշանակում է արմունկ, բազուկ, ասել է թե անպարտելիների ազգ ենք մենք։ Մենք չենք կարող պարտվել, մենք հիմա էլ չենք պարտվել, քան դեռ մենք չենք հաղթանակել։ Դեռ ենք կորցրել, պարտված չենք պատերազմը դեռ ավարտված չի, քանի մենք չենք հաղթել, որովհետև մենք դուք հիմա ասում եք անկախության, բայց մենք առաջին Արցախյան պատերազմից հետո մենք գլուխներս բարձր էինք քայլում, շտկեցինք մեր մեջքը, ցեղասպանվածի հանդերձը շպրտեցինք, այդ ողորմելի հանդերձը շպրտեցինք եւ մենք հաղթանակած ազգի սերունդ դարձանք։ Ինչ հաճույք էր այդպես։ Դուք գիտեք, ես ինչքան բանաստեղծություններ ունեմ, մի քանի գիրք ունեմ
անգամ Արցախին նվիրված բանաստեղծություններ եւ երգեր ունեմ անգամ, որ ինջերջանկություն է հաղթանակած ազգի զավակ լինելը եւ հանկարծ մենք հայտնվեցինք այսպիսի ինչ ասեմ, չգիտեմ, կործանման եզրին գտնվող ինչ որ մի տիրույթում, որտեղ մեզ նվաստացրեցին, ծնկի բերեցին, իսկ հային ծնկած ապրելը ամոթ է, ծնկած մեռնելն է անգամ ամոթ։ Ինչու այդպես եղավ։ Ես շատ մտածեցի այդ մասին եւ ծնվեց այս գիրքը։ Ես ես կնվիրեմ անպայման եւ դուք կտեսնեք, թե ես եւ դա պատերազմի խոհ իմաստության պատերազմի սկզբից երբ որ տպարանում էր, երբ որ սկսվեց պատերազմը եւ 2 օր հետո դա դուրս եկավ, ես հասցրեցի վերջաբան այնտեղ ավելացնել եւ ես երբ որ ուսումնասիրեցի հասկացա, թե ինչու է այսպես, որովհետեւ մեր մեջ ծպտյալները երբ որ ապրում են, հայախոս ծպտյալները եւ յան վերջավորությամբ ազգանուններ կրող ծպտյալները մեզ թիկունքից էին խփում, դեմից թշնամիներ, թիկունքից թշնամիներ եւ այդ հրաշք սերունդը, որ գնաց Եռաբլուր ու ես ունեմ բանաստեղծություն, որտեղ հարցնում եմ փառքի բլուր, թե սարսուրի, թե մրմուրի, դա ինչ բլուր էր, ինչու մի ամբողջ սերունդ պետք էր նահատակ դառնար եւ խառնվեր հայոց սուրբ հողին, չէ՞ որ նրանք դեռ պիտի ամուսնանային սերունդ տային եւ ես անգամ գուցե միամտություն եմ ասածը, բայց ես դա իմ արյամբ եմ զգում, որ ամեն հայ զավակի ծնունդի հետ պիտի տղան ստանա անվանական զենք։ Երբ որ մենք ազգային պետություն ունենանք, իսկ դա պիտի ունենանք։ Ես գիտեմ, որ պիտի ունենանք, բայց երբ ես չգիտեմ։ Եվ ամեն մի տղամարդ պիտի ունենա անվանական զենք, մինչև դառնա չափահաս եւ պարտականություն զգա տիրոջ, որովհետեւ եթե ինքը ունի զենք, ունի իր հայրենիքի, իր բաժին հայրենիքի պաշտպանը ինքն է եւ դա պատասխանատվության բարձր զգացողություն պիտի լինի տվյալ մարդու, որովհետեւ հիմա փաստորեն ճորտի ու ստրուկի համար իր տարբերություն ով է ստրկատերը, իրենց տալիս են փող, խայտարակություն, ծախում են իրենց արժանապատվությունը, կներեք գրեկաբանության համար փաստը մնում է փաստ, եթե մարդը վաճառում է իր արժանապատվությունը, հային հարիր է դա, հայը կարող է դա անել, չի կարող։ Ես չեմ հավատում, որ ճշմարիտ գենով հայ մարդը վաճառի իր արժանապատվությունը, գնա ընտրություններին փողի դիմաց, առավել եւս, եթե դրան խառնվում է կրթության ոլորտը։ Դուք հավատում եք, որ հայ մարդը կարող է այդպես նվաստանալ եւ նվաստացնել իր ազգին։ Նվաստացած մենք վաճառում ենք մեր հայրենիքը, Ես կարծում եմ դա հայերը չեն Արցախը այս իշխանությունը հիմա մաս տալիս է Հայաստանի տարածքները եւ այդ բոլորը մեկ բառի այսպես արդարացվում է հետեւյալ կերպ խաղաղություն ենք ուզում, ուրեմն պիտի տանք։ Խաղաղություն առանց պատերազմի չի լինում։ Տեսեք, Ալիևն ինչի ասում է խաղաղություն եք ուզում, սահմանադրություն փոխեք, տարածքներ տվեք։ Իսկ նա ով է որ մեզ թելադրի, թե մենք ինչ պիտի անենք։ Այսինքն դրսյուններսի թշնամին եղբայրներ են։ Հա, դա քիչ հարց տվեցիք։ Կարծես թե ուրեմն տրամաբանությունը դա որ սինխրոն են աշխատում։ Այո, դա տրամաբանությունը ինչ իրավունք ունի մի ուրիշ, ես չեմ կարող ասել պետություն, որովհետև դա պետություն չի, գոյություն չի ունեցել, ընդհանրապես մի, ասենք մի քանի օր առաջ ստեղծեցին մեր թշնամու ձեռամբ եւ թշնամին ստեղծեց իր գործիքներին հայը ոչնչացման ծրագիր իրականացնելու համար։ 100-ից ավել տարիներ մեզ ոչնչացնում են եւ հիմա հասցրել են հայոչնչացման ծրագրի վերջին փուլին։ Եվ ով կարող է դա անել։ Հայը իրեն չի ոչնչացնում։ Վստահ եղեք, հայ իր տեսակը չի ոչնչացնում։ Հայը արարչազարմ է, վահագնազարմ է, անպարտելի է եւ պաշտում է իր հայրենիքը։ Հայի անունից այդ ամենը անում են ծպտյալ այլերը, մեր թշնամիկ։ Տիկին Անայ, տեսեք, այս գիրքը Մոխրատակ հուշեր, շատ գեղեցիկ է։ Նաև վերնագրված հայրենադարձ բերութահայերի մասին։ Այո, հենց սկզբում դուք խոսում եք այդ դասերի, հա, պատմությունից դասեր քարտերով անդրադառնալ եմ ուզում նաև հարցից, ճիշտ եւ դառը եւ քաղցրը պիտի ճիշտ վերցնել, հա, պատմությունից դասեր քաղելուն եւ այստեղ շեշտում եք օրինակ հետեւյալը, հա, չկորցնելու համար պետք է դասեր քաղենք, որպեսզի չկորցնենք մեր ազգային դեմքը, մեր ազգային մշակույթը եւ չհավատալ թշնամու հետ բարեկամանալու անտրամաբանական սին քարոզներին։ Սա շատ
այսօրվա իրականությանը Դե անցած տարվա գիրք է, դե անցած տարի լույս նոր, տեսել։ այսինքն այս տրամադրությունների տակ է գցել։ Եվ գրվել է այդ տրամադրությունների տակ եւ հիմա ուզեմ հենց նաեւ սրան անդրադառնալ։ Այսօր թշնամին հազար մի խոստումներ տալով իրականում մեզնից պոկում է հայկականը, մեր բնիկությունը, մեր արմատները, մեր մշակույթը, հիմա տեսնում ենք ինչ ահավոր ավեր է Արցախում, երբ ավերվում է ամեն ինչ, որը հայկական է եւ վերագրում են իրենց, ալբանացնում են, իդեպ հենց Ներողություն, բայց Բաքու Բաքուրակերտն է, նրանք ինչ որ բան ունեն, եթե այդպես հարցնենք, սեփական որևէ բան քոչվորը կարող է ունենալ։ Կուզեմ այս թեմային անդրադառնալ, որովհետեւ այ իմ ձեռքի տակ հերթական ազգ արարչական հրաշալի գիրք է, սիրելի հայրենակիցներ, կառաջարկեմ Անահիտ Սարգսյանի այս գիրքը անպայման ձեռք բերեք եւ կարդաք։ Սա մի հանրագիտարան է։ Այո, հային եւ Հայաստանը ներկայացնող հանրագիտարան է։ Հայրուն գիրք է, որտեղ ամեն ինչի մասին կա, ես կարող եմ ամեն ասել, ինչի մասին։ անգամ մեր հայկական այն խորհրդանիշերի, որոնք այս ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը փորձում է անընդհատ մեզից գողանալ եւ գողանում են, իրենցով են անում եւ բնականաբար ունեն ինքնության հաստատման խնդիր։ Նույն բանը օտարության մեջ էին անում, նույն բանը։ Եվ հիմա կուզեմ փոքրիչ նաև ներկայացեք այս հրաշալի գիրքը։ Ես ուղղակի սա կառաջարկեմ ամեն հայ իր տանը ունենալ եւ նաև նվիրել իր հարազատներին, որտեղ հրաշալի գիրք է, որ կարող եք ձեռք բերել նաև բուկինիստից եւ ես շտապելու եմ այն ձեռք բերել։ Ներկայացրեք, խնդրեմ, շատ հետաքրքիր է։ Դե ներկայացնելու համար շատ երկար ժամանակ է պետք, որտեղ 6 բաժին ունի գիրքը եւ այո, կարելի է հեշտությամբ անվանել հանրագիտարան, որովհետեւ երբ որ իմ ապրած տարիներին Հայաստանում ես սարսափով տեսնում եի թե ինչ է կատարվում դպրոցներում, որ ոչ միայն երեխաները չեն մաքուր հայերենով խոսում, եւ որ դու խոսում ես հայերեն, զարմանում են, ասում են դուք ապրել եք օտարության մեջ, ասում եմ այո, եւ սենտեղ ավելի խորը ճանաչեցի իմ տեսակը, իմ հայ լինելը, որը իմ պաշտամունքներից մեկն է, իմ ազգային պատկանելությունը, իմ մայրենին իմ պաշտամունքն է, իմ հայրենիքը իմ պաշտամունքն է, ուրիշ տարբերակ չկա։ Եվ ես ինչքան խորացա եւ բառագիրք եմ հավաքել իհարկե նաեւ 9000 բառ պարունակությամբ, եւ ես այնքան եմ հիացել մեր մայրենիով, հասկանալով, որ դա իմաստություն է, դա փիլիսոփայություն է, դա սովորական լեզու չէ եւ պատիվ է լինել այդ լեզվի կրողը, եւ եթե դու գիտես քո լեզուն, այսինքն դու լեզվաճանաչ ես, դու հարուստ մարդ ես ուրեմն։ Եվ ես չեմ կարող երևակայել, թե ինչ որ մի օտար մարդ, եթե ինչպես Բայրոնը, հիշում եք, Բայրոնը ասում է, քանի որ ես ուզում եմ իմանալ աստվածների լեզուն, ուսումնասիրեցի հայերենը եւ Աստծո լեզու։ Աստված բառը այստեղ մի քիչ սխալ է իհարկե, բայց այո, դա ընտրյալ ազգի ընտրյալ լեզուն է, իսկ մեր Այբուբենը, որով սկսվում է այս գիրքը, հենց աշխարհի կոդն ունի իր մեջ։ Սրանք պատահական չեն եւ այստեղ դուք տեսնում եք թվային արժեքները մեր Այբուբենի, որը Մենդելեևի աղյուսակն է։ Ներեցեք, այսրանով դուք կարող եք ստուգել բոլոր լեզուները ստուգել եւ հասկանալ, որ լեզուներն են ծագել հայերենից, որովհետեւ նախ Հայաստանը եղել է քաղաքակրթության կենտրոն, հայ մարդը քաղաքակրթության կենտրոն, հիմա էլ աշխարհի լույսը հայն է բերում, աշխարհի երկնաքերերով է կառուցում, հայն է կառուցում։ Եվ ձեր խորհրդով լավաշը իհարկե, ես կարդամ հիմա կհնչեցնեմ, ես վերցրեցի ուղղակի բոլոր խորհրդանիշ եւ երաժշտական, եւ կենցաղային, եւ արվեստի, ազգային ներկայացնելու համար, որտեղ շատ վիրավորական էր, երբ որ հարևան վայրագները ասում էին, որ այսինչ բանը իրենցն է, դուդուկն իրենցն է, լավաշն իրենցն է, անտրամաբանական ինչքան պետք է մարդը լինի, որ լավաշը լավ բառը ունի արմատում, լավը բուն հայկական բառ է, ինչպես կարող է լավ բառը լինել իրենցը։ Դե մենք ինչ կարող ենք խոսել, երբ որ իրենք վայրագները, զավթիչները երբևէ չէին նստել աթոռին, որովհետև քոչվորներին, երբ որ հայտնվեցին հայոց հողերում, Բաքուրակերտը Բաքուն մեր Բաքուրակերտ էր, Բաքուրներ կառուցել, մեր աթոռը վերցրեցին, դարձրեցին իրենց օթուրը եւ դարձան աթոռի տեր, այսինքն անգամ նրանք աթոռ չէին տեսել, ինչպես կարող էին լավաշ ունենալ, եթե լավաշը մեծ գյուտն է հայոց ազգի, եթե կարելի ես հնչեցնեմ։ Այո, խնդրեմ։ Քարից հաց քամող հայ ազգի
հանճարեղ գյուտն է վաղնջական, զորություն ունի արարչական, հացերի արքա լավաշը։ Հաց չէ հասարակ, աննկատ, թոնրածին է, կրակահամ, հրատակ, հանց հողը, ալեհեր, սրբասուրբ, իմաստության խորուրդն է լավաշը, պատմությունն է հինավուրց մեր ազգի, խորհրդանիշն է նաև արարչության, և փառքն է հիշում, և վիշտը հայի հետ տանում է տարաշխար, լավ քաշած ներփանուր խմորն է, գաղտնիքը հրեղեն այդ հացի, ահա թե ինչու լավ քաշ է կոչվել թոնրահամ սրբասուրբ լավաշը, և պիտի հավերժի հրացին հայազգը, իմաստուն արարող ու անպարտ, պիտի վառ մնա օջախի կրակը, հայի սրտի պես բաբախող ու տակ, պիտի ծփան ցորենի արտերը, քարա երկրում տեր մնա քարտաշը, հավերժեն հայն ու նրա սուփրի զարդը, հացերի արքա թոնրատակ լավաշը։ Հրաշալի էր, հրաշալի էր։ Սա ինչպես կարող է լինել Քոչվորինը, վայրագինը եւ թշնամունը։ Հրաշալի էր, Տիկին Սարգսյան, հիացած եմ։ Շնորհակալություն։ Դուք իսկ լսում եմ ձեզ եւ մտածում եմ դուք ինչքան եք սիրում ձեր ազգին։ Ես ասում եմ, ի պաշտամունք, այո, ես հպարտեմ, որ ես հայ եմ, ես պատիվ ունեմ, որ հայ եմ եւ ծնվել եմ Հայաստանում, եւ ես զարմանում եմ Հայաստանում այս վիճակից, որ ինչքան են խեղճացել եւ ծնկի եկել անպարտելի ազգի սերունդները։ Ես սկսում եմ կասկածել։ Այո, որովհետեւ հիշողությունն են սպանել, որովհետև հանել են նրանց միջից իրենց պատմությունը, հիմա շարունակում են նույնը անել։ Պատմական իրական Հայաստանի հակադրումը ինչ է նշանակում։ Ասենք ասում են պատմական Հայաստանը անցյալ է։ Մենք պիտի ապրենք իրական Հայաստանով։ Գիտեք, ասողները պատմական Հայաստանի մեջ Արցախն է, Արևմտյան Հայաստանն է, մեր ամբողջ ժառանգությունն է։ Ասենք կտրեք, պատշարեք։ Գիտեք, ես չեմ ուզում որ դուք կրկնեք դա, որովհետև խելացի մարդ այդպիսի բաներ չի կարող ասել, առավել եւս հայ չի կարող այդպիսի բան ասել։ Այդպիսի բաներ կարող են ասել հայի թշնամիք, որոնք ծպտյալ ապրել են, ծնվել են, ապրել են եւ մեր պատմությունը մեզանից շատ լավ գիտեն, ինչպես ներսում, այո, ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Դուք երբևէ չեք մտածել, ինչու վերևներում միշտ այլերն են տեր։ Ինչու է այդպես լինում։ Ես ապշեցի, որ բացահայտեցի։ Ես ուր գնացի մշակույթի նախարարություն, այն ժամանակ որ եկել էի, դեռ հներն էին, սրանք նոր են փաստորեն, մշակույթի նախարարություն, կրթության նախարարություն, ուր ես Սփյուռքից էի եկել, Սփյուռքի նախարարություն, գրողների միություն։ Ես ուր գնացի, հանդիպեցի պատնեշների եւ ապշեցի, որ ես ասում եի, ես եկել եմ իմ հայրենիք, իմ Հայաստան, ես ուզում եմ օգտակար լինել։ Զարմանում են, ասում են, եղբայր, ինչ հայրենիք, ինչ Հայաստան։ Ես արտասվում էի մտածելով թե այս ինչքան անհայրենասեր են դարձել, արդյոք սա իմ ազգն է, եւ սկսեցի թերթել իմ գրքերը, ասել է թե տարբերություն չտեսա դրսի ծպտյալների եւ ներսի ծպտյալների հետ։ Այսինքն մեր հայրենիքը գրաված է շատ վաղուց եւ այո հայավոչնչացման ծրագիրը 2000 տարի, եթե ոչ ավել, շարունակական իրականացվում է ներսում եւ պատահական չէ որ հիմա անսեր, անդեմ, տգետ ուրեմն սերունդ են տալիս մեզ պարտադրում, որովհետև դրանք հեշտ կառավարելի են։ Միանշանակ տգետներին հեշտ է կառավարելը, մանավանդ երբ այդ տգետը չգիտի բացարձակ իր հայրենիքը։ Գիտեք ինչու ներողություն, որովհետև մենք ազգ էինք, չէ՞։ Բարձր արժեք է ազգը, ազգային արժեքների կրողն է, պատասխանատուն է հայի հայրենիքի համար, որ ինքն է։ Ինչ արեցին ազգին դարձրեցին ժողովուրդ բառն է։ Ժողովուրդը ազգային արժեքների բարձր կրողը չէ։ Ինքը իր նյութապաշտությամբ սովորական կենցաղում ապրող այդ վաճառմոքսի մտածողությամբ եւ իրենց արժանապատվությունը առուծախի վերածածներն են եւ նրանցից դու ոչինչ չես կարող պահանջել, որովհետեւ իրենք պատասխանատու չեն հայրենիքի ու հայ համար։ Դրա համար պատասխանատու է միայն ազգը։ Դա բավական չէր, ժողովուրդը դարձավ անկառավարելի ամբող, խառնվեցին աղանդավորները, կուսակցությունների բաժանեցին մեր փառահեղ հայրենիքը, որը դրախտավայր է, դարմանադաշտ է, առողջարան է, թանգարան է բաց երկնքի տակ, եւ մի բուռ ազգն ունի այսքան կուսակցություններ, որտեղ չկա գաղափարախոսություն։ Ոչ մի ցույց տվեք որևէ կուսակցություն, որ ունի գաղափարախոսություն։ Այստեղ տակուկ է գնում են այնտեղ։ Նույն մարդուն քանի կուսակցություններում ենք տեսել։ Կուսակցություն, ես այդպես բացատրեցի, այսինքն կցված
լսվում են ում հետ պատահի, իբրև թե գործանելու համար, սրանք խոսում են, նրանք քայլում են, սրանք խոսում, սպանում են մեր ժամանակը ազգին, այդ փոքրամասնություն, ցավոք սրտի դարձած, իմ փառահեղ անպարտելի ազգին բերել են մոլորության մեջ, զբաղեցնում են ժողովրդին եւ ամբողջին ազգին շեղելու համար բուն գործից։ Հիմա դուք ինձ հարցնում եք, թե ինչպես պիտի համախմբվենք։ Շատ հեշտ է համախմբվելը։ Մենք պիտի համախմբվենք ազգային գաղափարի շուրջ։ Մենք պիտի կառուցենք ազգային պետություն, ինչը նշանակում դա։ Պիտի ստեղծենք, բացատրեք հասկանանք ինչ պիտի ասել է ստեղծենք ազգային բանակ, մինչև ատամները զինենք ազգային բանակի, որտեղ ազգային բանակը եւ ամեն մի զինվոր, դուք հիշեք առաջին Արցախյան պատերազմը եւ դա մեզ բավարար է։ Մենք հերոց չգնանք Հայկ Նահապետի ու Բելի պատերազմը 300 հոգով 300,000-ի դեմ եւ մի հարվածով գանվեց Բելը, թող լինի դա առասպել, դա կարեւոր չէ, դա առասպել է իրականություն է։ Դա իմ արյանը շատ հաճելի է, որ իմ Նահապետն է դա եղել եւ Արցախյան պատերազմը դրա վառապացույցն էր, որտեղ մենք ոգեղեն ազգ ենք։ Մեր բոլոր հաղթանակները ոգեղեն են եղել։ Հենց այդ ոգեղենությունն է, որ այսօր խլում են նաև մեզանից։ Եվ տարել են։ Այո, հիմա չկա ոգեղենություն, որտեղ նյութը լափեց ոգին։ Հայտարարելով, որ մեր հերոսները հանուն ոչնչի զոհվել։ Դե գիտեք, ես չեմ ուզում, որ դուք պիղծերի ասածները կրկնեք։ Բայց չէ, որ մեզ տանում են այդ պիղծ իրականության մեջ են անընդհատ ներքաշում եւ քանդում են մեր պետականությունը։ Այսօր մենք պետականազուրկ ազգ կարող ենք դառնալ, եթե արդեն այդպես չէ։ Ես սարսափով եմ դա ասում։ Դուք ճիշտ եք, մենք գնում ենք դրան, նրանք տանում են դրան, որտեղ կոչված են հենց դրա համար, այդ ծրագիրը իրականացնելու համար են նրանք եկել եւ միշտ են եղել այստեղ։ Մեզ պետք է ազգովի նույն գաղափարի շուրջ հավաքվել, որը պիտի լինի այդ գաղափարը, որի շուրջ։ Դե հենց ազգայինը դա է, մենք պիտի ստեղծենք ազգային բանակ, ազգային կրթություն, սերունդ կրթենք ազգային, որը հայրենաճանաչ լինի, միայն հայրենաճանաչն է հայրենասեր։ Հայրենասեր է, ուրեմն հայրենատերը կրկնվում եմ, բայց հաճույքով եմ կրկնում եւ 100 անգամ պետք է օրը կրկնել, որ հասկանա հայ մարդը, որ չի կարելի ենթարկվել թշնամու հրամաններին ու ծրագրերը իրականացնել, որովհետեւ դու պիտի լինես հայրենատեր, իսկ հայրենատերը միայն հայրենասերը, իսկ հայրենատերը արդեն հայրենապաշտ է, իսկ թշնամին վախում է հայրենապաշտից, որովհետեւ հայրենապաշտը անպարտելի է։ Դրա ապացույցն է Արցախյան առաջին պատերազմը։ Այո, Տիկին Սարգսյան, փոքրինչ դառնանք նաեւ օրվա խորհրդին, հա, մանկավարժություն, հայ մանկավարժ, հա, ես իրեւ ասեմ, ես ինքս էլ մանկավարժի ընտանիքի զավակ եմ եւ մայրս հայոց լեզվի գրականության վաստակավոր ուսուցչուհի է եղել, հայրս հայտնի աշխարհագրագետ տնօրեն է, հա, ես ինչու դրա համար դուք հայրենաճանաչ եք։ Ինչ եմ սա ասում, որտեվ ինձ համար մանկավարժը շատ ուսուցիչ ասենք, մանկավարժ չասենք։ Չգիտեմ։ Թե ներողություն մանկավարժը ավելի բարձր չէ, արևմտահայերը մանկավարժ ասելով նկատի ունեն ուսուցիչ, իսկ արևելահայերենով ստացվում է մանուկ վարժեցնող կամ դասատու դա ցածր է։ Ուսուցիչն է ճիշտը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, տեսեք, իմ ծնողների իրենց սերնդի համար խորթային տարիների ամեն դեպքում այնինչ ես տեսել եմ նաև իմ ընտանիքում դա եղել է նվիրումի աշխատանք եւ նվիրումի իմ ծնողներն ամեն օր դաս էին նորն էին սովորում ոչ թե դաս էին սովորում այլ նորը սովորած էին մտնում դասարան մայրս միշտ ասում էր չի կարելի երեխային աչքերին նայել եւ անընդհատ եւ նրան չտալ ավելին մանավանդ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչին ասում էր դա ահռելի մեծ պարտականություն է իմ ուսերին որ ես իմ երեխաներին իմ սերնդին եւ գեղեցիկ գրել եւ գեղագրություն ճիշտ այդպես պետք է սիրել մայրենին հայերեն տարերը ասում էր սուրբ տարերը այն իրավունք չկա դրանք խզբզել հա այսպես եւ հիմա ես ուզում հասկանալ մենք այսօր ինչ մանկավարժներ ունենք Ինչպիսին է այսօր արդյոք գիտակցվում է այդ մանկավարժի բարձր կոչումը դա չգիտեմ արդյոք այսօր անհրաժեշտ է նաև այս պետությունը գնահատում է անհրաժեշտորեն մանկավարժին ինչ իրավիճակ է դեռապես մեր կրթական համակարգը մեր կրթական համակարգը խայտարակ սարսափելի ողբերգական վիճակի մեջ է եթե կրթության ոլորտում կան ուսուցիչներ եւ նրանք մասնակցում են քաղաքական
ինչ բար դնենք, որ շատ կոշտ չհնչի, քաղաքականությանն են խառնվել, այլ չեմ ուզում ուրիշ կոշտ ու կոպիտ դա է քանդում նաև դպրոցը, որովհետև երբ որ ուսուցիչները իհարկե թող ինձ ներեն, բայց դրանով զբաղվողները ուսուցիչ չեն կարող լինել, որտեղ ընտրությունների ժամանակ մի քանի անգամ մասնակից եմ եղել դիտորդի դերում եւ սարսափահար եմ եղել, որովհետև չուզելով անգամ ուսուցիչները իրենց տնօրենի գլխավորությամբ եղել են հանձնաժողովներում, ցույց են տվել մատով, որտեղ պիտի ստորագրեն խմբով ներս եկածները եւ վաճառել են իրենց արժանապատվությունը։ Երբ որ ես մի դպրոցում նկատողություն Մալացիայում էր դպրոցի անունը չեմ տա իհարկե, այդ իրենց խնդիրն է, իրենց մեղքերն են դրանք եւ ասում էին Երանի թե դուք գայիք եւ մեզ հետ աշխատեիք, մենք վախենում ենք խոսել։ Եղբայր դուք ճորտ ու ստրուկ եք ձեր հայրենիքում, որ դուք եթե դուք վախենում եք եւ դուք որպես ճորտ դուք ինչ իրավունք ունեք սերնդի հետ գործ ունենալու դպրոց, այո, դպրոց եւ դասարան մտնելու եւ ձեզ թույլ տակ արժանապատվությունը վաճառելու 5000 դրամով։ Սա ամոթ խայտարակություն մահ է եւ դրանք կարող են պատահել հայ լինեն։ Դուք հավատում եք, որ հայ այդպիսի բան կանի։ Թող ինձ ներեն, ես չեմ հավատում։ Հայ մարդը չի կարող վաճառել իր արժանապատվությունը ոչ մի գումարով, անկախ չափից։ Հետևաբար Նժդեի խոսքերով ասենք, հայի տականքն է գուցե։ Գիտեք, Եթե անգամ իրենք ազգությամբ հայ են, ուրեմն շատ Այ հենց այդ տականքը ես չնայած իմ պոեզիայում ես մի երկու տեղ ունեմ տականքը, ես շատ մտածեցի, ինչպես տեսակ պտող եմ եւ ես պիտի համոզվեմ բոլոր ասույթների մեջ ճշմարտությունը եւ որտեղից է դա բխում, ես հասկացա, որ այդ նույն տականքը նույն ծպտալ մեր թշնամին է։ Այսինքն դուք նորից հանգում եք այն համոզման, որ դրանք օտարացին են։ Չկա։ Հայի տեսակը խառնածին արյան հետ գործ ունեն։ Գենախեղված եւ խառնածին, բայց սա չարիքի փոքրագույնն է։ Ծպտալ թշնամին մեր ներսում է ի սկզբանե եղել։ Եվ մենք չենք դա գիտակցել, ինչպես ասում են, այդ օծին տաքացրել ենք մեր սրտի վրա, որը աշխատել է մեր դեմ։ Ես շատ բաներ չեմ բացում, հասկանում եմ, որ դուք էլ շատ Այո, դուք էլ չեք բացում, երբեք չեք տեսել ձեր կարծում եմ, ով որ լսում է, հասկանում է ինչի Դուք մասին է խոսքը։ գիտեք, դպրոցում, ես դպրոցների հետ գործ ունեմ եւ դպրոցներից մեկում ասմունքի այսպես ասենք խմբակ ասեցինք, որ շատ այդպես չցնցի աշխատողներին տեղի, որտեղ իրենք չունեն, բայց զրծից էլ չեն թողնում, որ երեխաներին հայերեն մեր փառահեղ մայրենին սովորեցնենք։ Սա խանդ է, նախանձ է, չիմացություն է, ինչ է, ես չգիտեմ, բայց ես հայը ինձ համար ամենաբարձր արժեքն է, ես չեմ հավատում, որ հայ մարդը այդպիսի նվաստացումների, նվաստությունների մեջ մտնի եւ ուզենա ոչնչացնել իր ազգային արժեքները։ Եվ գիտեք, ես ապշեցի դպրոցներից մեկում, երբ որ ես մեկում չէ, շատ դպրոցներում, երբ որ իմացա, որ իրենց ուսուցիչները, դե ուսուցիչ չեն, ասենք իրենց դասատուները, որտեղ ուսուցիչը այդպիսի բան չի անում, կրկնուսույցներ են, իրենց աշակերտների, ուրեմն վճարի դիմաց լրացուցիչ պարապում են դասերից հետո։ Եվ բնականաբար իմ տեսակի մուտքը որևէ դպրոց ցանկալի չէ։ Իհարկե, ես սովորեցնում եմ պաշտել հայրենիք, լեզուն պաշտել, սովորել, իսկ իրենք ասում են ինչու սովորես, օրինակ հովիվներ չկան գյուղերում, գնացեք չոբանություն արեք, ենթադրենք։ Ամեն ասենք իշխանության ղեկին կան մարդիկ, որոնք կրթություն չստանալով, չէ, դարձել են երկրի ղեկավար, դուք էլ կարող եք դառնալ, տեսեք, չէ, վտանգավոր ստերեոտիպեր են։ Այո, շատ վտանգավոր։ Եվ անգամ մի սարսափելի բան, ես ժամանակ նոր էի եկել եւ սարսափեցի, որ ես չգիտեի, որ ես հայերեն լավ գիտեմ։ Ես սովորական իմ վիճակն էր դա, բայց ես հայ եմ, պարտավոր եմ հայ։ Ես ասում, այստեղ որ գալիս էի ասենք որևէ օրինակ Սփյուռքի նախարարությունը մեզ ասացին ինքան լավ է խոսում հայերեն, դա որ թվականներն են, ասի շատ դերակցություն հումորի կարգով իհարկե ասում եմ, իսկ եթե ես ասեի, ներեցեք, ես հայերենը մոռացել եմ մի քիչ, այդպեսից պիտի շատ սիրեիք դուք ախր, ինչպես կարելի է այդպեսին լինել։ Եվ դպրոցներից մեկում, երբ որ մի բանաստեղծություն էի հնչեցնում, որտեղ կար կարևեր հոգիս, հայերենի, այդպես ուզում է ասել ուսուցչուհին, դասատուն ասում է, դեքին անայից սխալ ասացիք, ասում եմ, ինչ է ասում է, կարևորը ասացիք կարևեր։ Հասկանալի։ Այսինքն հայ գրականության եւ լեզվի թեկուզ դասատուն կարևեր բառը չգիտեր, արդյոք, կարևոր հոգին ո՞րն է, ասում եմ, կարևեր հոգիս,
Ասում եք կարևորը սխալվեցի։ Ասում են, եթե ուզում ես ավերել ոչնչացնել Այո, ոչնչացրու կրթությունը։ Ոչնչացրեք, այո, կրթությունը Այդպես կա, ես հիմա այդպես սարսափում եմ, կա, երբ որ տեսնում եմ, ասեք ինչ է կատարում այսօր մեր կրթական համակարգում եւ արժեզրկված է մի կողմից մանկավարժ ուսուցիչը։ Բայց իրենք են իրենց արժեզրկումներից, բայց նայ պետությունն է դրան նպաստում։ Եվ մեր դասագրքերի որակը տեսեք, ինչ է հրամցվում։ Օրինակ այս ձեր գիրքը, ես շատ հրաշալիք բան կլիներ, բա Հայաստանում էլ որտեղ եթե ոչ հայ դպրոցում պիտի անցնեին Անահիտ Սարգսյանի այս գիրքը, որտեղ ամեն ինչի մասին Պապ Թագավորը մեզ պետք է, այսքան հրաշքներ, ինչ կա, Չքնաղ Հայաստան, Դրախտային Հայաստան, Երկնավասարդի, որը կարդամ։ Ամբողջությամբ հայանապատում, ազգային ոգի, հերթով թերթելով գնամ, ամեն ինչ ամբողջությամբ հայկական է։ Եվ եթե սա այս գիրքը մերժում են ձեզ, ասում են, որովհետև Նժդեկա մեջը եւ սա ինչ է, ֆաշիստական է։ Այո, դպրոցներից մեկում ասել են, որ Նժդեհի նկարով գիրքը դպրոց չպիտի մտնի։ Իսկ եւ հետո պարզվել է, որ այդ տնօրեն կոչվողը պատմության մասնագետ է իբր։ Եվ պատմության Բայց տեսնում եք պատմությունը ոնց է հիմա, այսինքն դասագրքերով Աթոռը վեր է իրենց համար ամեն ինչից։ Սա ինչ է նշանակում դարձյալ եւս մեկ անգամ հաստատում է, որ նյութը կերավազգային արժեքները եւ աթոռը վեր է ամեն բանից եւ երբ որ ես ասում եմ ինչու՞ չեք ըմբոստանում, ինչպես կարող եք դուք թույլ տալ ձեր այսպես կոչված տնօրինած դպրոցում այդպիսի նվաստացումներ, հերոսների հետ կապված եւ այլն, ամոթ է հայ մարդուն իր տեսակը ոչնչացնել է, ասում են Նիրեցեք տիկին Անահիտ, բայց մենք ընտանիք ենք պահում։ Իսկ եթե հայրենիքը թշնամու ձեռքն անցնի, այդ քո ընտանիքը որտեղ ես պահելու, ներեցեք։ Այ իդեպ դա շատ տարածված է այդ որտեղ դու պիտի ապրես դրանով։ Հիմա դուք նորից կասեք մի ցիտեք այդ մարդկանց կամ այս մարդուն կամ հա այսօրվա իշխանության որոշ, բայց ոնց կարող եմ չասել, օրինակ տարածվում է մեր երիտասարդության համաձայն են, բայց տեսեք ինչ են անում, հավաքում են մեր երեխաներին Այս էլ վերջի շրջան Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է 10 տարեկան դպրոցական տարիքի, հա, բարձր դասարանի երեխաներին, ասենք, քարոզում է Արարատը մեր լեռը չի, քարոզում է որտեղ հաց այնտեղ կաց, զարուրել կարելի է։ Ուրեմն ես այդպեսի քարյակ ունեմ, հացիվ չի, բանիվ է։ Իսկ այդ բանիվը պիտի ուսուցիչը սովորեցնի դպրոցում անկախ նրանից թե իրեն ինչ են վերևներից պարտադրում։ Առաջի հերթին, երկրորդ հերթին այստեղ կա մասիսների մասին մտարի տակ, որ այդ Արարատով պիտի պատմության ուսուցիչներ ունենանք, որ չվախենան եւ սովորեցնեն, որ մենք Արարատ լեռ չունենք, մենք ունենք Մասիս։ Արարատը հայոց աշխարհն էր, անծայրածիր հայոց աշխարհն էր։ Արարատ նշանակում է արարչության վայր։ Մենք արարչական երկիր ենք, որտեղ մեր արարչական անպարտելի արմատն է, մենք դրանից ենք սնվում եւ դառնում ենք հայրենասեր, հայրենատեր, հայրենապաշտ, բայց պիտի լինենք հայրենաճանաչ։ Եվ հենց մեր թշնամու ձեռամբ է եղել այդպես, որ սարը կոչեն Արարատ, որ ապացուցեն, որ այդպիսի երկիր գոյություն չունի, գոյություն ունի մի սար, իր համար մի սար է, բայց դա սովորական սար չէ, 3.5 միլիոն տարեկան է Մասիսը, իսկ Սիսը ծնվել է 150,000 տարի առաջ, գուցե ինչ-որ մեկը հիմա ասի, որ դա առասպել է, այդ առասպելի իմ արյանը շատ հաճելի է և ես ընդունում եմ սա որպես իրականություն։ Երբ որ լեռնագետներն ասում են, որ հրաբուխ է եղել 150,000 տարի առաջ, արդեն այնտեղ ապրել են հայկական ցեղեր եւ զարմացել են որ հողը ցցվեց եւ ցից բառը հնչյունափոխությամբ դարձել է սիս եւ այդ մարդիկ ասել են սա մայրն է սիսի եւ մեծ Մասիսը այդպես կոչվել է Մասիս թեև եթե մենք այստեղ բառագիտության տեսանկյունից նայենք հայագիտության տեսանկյունից Մաս բառի հետ կարելի է կապել, աս բառի հետ կարելի կապել, բայց սա ինձ շատ դուր է գալիս, որովհետև պարզվում է, եթե այս վարկածից մենք ելնենք եւ բխեցնենք, ուրեմն հայ մարդը 150,000 տարեկան է եւ ամենակիչը 50,000 տարվա գիր ունի հայ մարդը, անփոփոխ գիր ունի, 36 զինվորները, որ վեր հանեց Մաշտոցը, Մաշտոցա գրքից, Մաշտոցը, Մաշկը, դա կաշին է, կաշվե գրքի մեջ,
թաքնված էին մեր տարերը, որ հանձնարարությունը ստացավ Տրդատից եւ վերհանեց, կարգավորեց Փարքուպատիվ նրան, ես շատ բան ունեմ նաեւ Մաշտոցի մասին գրած, եւ սա է մեր պատմությունը, մեր արժեքները, որ պիտի իմանա սերունդը, որ դառնա հայրենաճանաչ, հայրենասեր, հայրենատեր եւ հայրենապաշտ։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք դուք տվեցիք կարևոր հարցը, որ պիտի նաև տամ, ինչպես պայքարել, չէ՞ որ աշխարհում գնում է ազգերի դեմ պայքար, գլոբալիստների ծրագրեր, այո, եւ մենք լինելով հին ժողովուրդ, այդ պայքարը շատ ուժեղ ենք զգում մեր վրա։ Այսօր որովհետեւ հայն է խնդիրը աշխարհի։ Այո, թշնամիները մեր ինչ են ուզում, մեզ զրկել են ուզում մեր մշակույթից, արժեքներից, հոգեվոր, մեր ամեն ինչից եւ մեր ինքնությունից։ Իսկ ամենաբարձր արժեքը ազգայինն է։ Իդեպ այսօր թիրախավորված է հայի նաեւ բնիկության հարցը, իդեպ ասեմ, այդ ձեր ասած յան անուններով մարդկանց վճարելով, բարի բուն իմաստով եւ Սփյուռքում, այո, ես արդեն տեսնում եմ դա, շատ ցավ եմ ապրում, որ ասենք օրինակ ադրբեջանցիներ եզրույթը կարող են բերեն տեղավորեն 1800-ական ինչ որ Մեծ համար ծիծաղելի է, բայց դրանք վաստակում են հաստորեն մեր ուր են մեր պատմաբանները։ Դե եւ պատմաբանները խոսում են նրանք են ընտանիք չէ, բարեբախտաբար կան այդ պատմաբանները, որոնք այո եւ խոսեցին եւ ինձ հետ միասին բարձրաձայնեցին այդ հարցի հետ կապված, բայց երևույթն է սարսափելի, որ մենք ունենք հայեր Կոչվում են հայեր։ Չի ասեք հայերներ, հայախոսներ, որոնց ձեռքով, որոնց միջոցով թշնամին հստակ աշխատում է մեր դեմ։ Միշտ էլ մեր մեջ աշխատել են իրենց եղբայրների միջոցով։ Միշտ մեր մեջ ներդրված են եղել այդ ծպտյալները, դրա համար ես չեմ կարող ասել հայ։ Հայը սուրբ, մաքուր, մաքրամաքուր տեսակ է, բնական տեսակ է։ Այ բնիկների մասին, այո, հայը բնական տեսակ է։ Ինչ է սա նշանակում։ Այս գրքի մեջ այդ մասին ես հրաշալի ներկայացրել եմ։ Բնական տեսակ է ինչպես ծառը, ինչպես ջուրը, ինչպես քամին։ Հայ մարդը բնական տեսակ է, այսինքն ինքը տեզերական բնական օրենքներով ապրող է։ Հիմա կասեն դուք ինչ եք, նացիոնալիստ եք, Ես ազգայնական եմ բնականաբար, նացիոնալիստ ինչ է նշանակում, բա մարդը եթե իր ազգը եւ իր ազգայինը չի սիրում։ Ազգայնամոլ եք, որովհետեւ դուք երևի անտեսում եք բոլոր ազգերին։ Ոչ չեմ անտեսում։ Ես հարգում եմ ուկրաինացուն, ուկրաինացիների իմ ազգային դեմքն էին փառաբանում եւ ես ասում եմ 2000 գրողներից Ուկրաինայի 2000 գրողներից մեկն եմ ես հայախոս հայագիր գրողս, որ կայացավ Ուկրաինայում։ Շատ կարևոր բան եք ասում Տիկին Սարգսյան։ Տեսեք, մարդիկ կան այսօր, որոնք կարծում են, որ եթե կոսմոպոլիտի հայ այդ բանի մեջ աշխարհի քաղաքացին դա մարդ չէ։ Ահա, իրենք ավելի ասում են կգնահատեն մեզ, աշխարհը ավելի կհասկանա, քան մենք եթե ներկանանք մեր ազգայինով։ Այստեղ է որ մենք աշխարհը մեզ շատ լավ ճանաչում է, ներողություն, այդ մենք մեզ չենք ճանաչում։ Դուք հիշեք Բայրոնի ժամանակները, աշխարհը մեզ վաղուց գիտե, իսկ ներսում մոռացնել են տալիս դա։ Ես էլ 27 տարի ապրել եմ օտարության մեջ, մնացած տարիները գնում գալիս է։ Օտարը ձեզ փաստորեն հայ լինելով է գնահատել։ Այո։ Ձեր ազգայինն է գնահատել։ Հիմա որ դուք ենթադրեք ներկայանայեք այսպես մարդու իրավունքներ, չգիտեմ, այդպես կոսմոպոլիտական, չգիտեմ ինչերով, հայը չի կարող լինել կոսմոպոլիտ։ Այսինքն հայը չի կարող լինել աշխարհի քաղաքացի ապրելով անգամ Սփյուռքի մեջ։ Ես երգեր ունեմ անթիվ ու անհամար, որ օտարության մեջ ապրելը դա հայրենիք չի, դա տուն չի, դա կացարան է։ Դուք հյուրատուն ունեք ընդհանրապես, որ ապրում եք ժամանակավոր։ Դուք երբեք այնտեղ չեք լինելու տեր։ Եվ եթե հայ լինի գնացողը, այդ գաղթականությունը, այդ աշխարհի գութը խնդրելը, այդ ցեղասպանվածի կերպարով ներկայանալը նվաստացուցիչ է հայի համար, եւ ես վստահ եմ, որ հայը չի։ Ես հայ եմ, դուք հայ եք։ Ես այդպիսի լաց ու կոծոր կյանքում չեմ ներկայացել օտարի։ Բոլորը գիտակցեին դա եւ այդ արտագաղթը կդադարեր եւ կամրանար ամեն այ իր հայրենիքում, բայց արտագաղթ է հայախոսները արտագաղթում են, հայի անունից աշխարհին ներկայանում են որպես իրար չսիրող, որպես ազգային արժեքներ չգնահատող, անհայրենիք, խեղճ ու կրակ, մորթված, սա խայտարակությունը հայ իր տեսակը կարող է այսպես նվաստացնել։ Դե եթե չի ճանաչում հայն իր տեսակը, չի գնահատում ինքն իրեն հասած ժառանգությունը, չի գնահատում Մաշտոց
Այդ տեսակին մոլորյալ պիտի ասել։ Տաթևացի Դուք շատ լավ եք ասում, խորենացու ողբը հիշեք։ 5-րդ դար։ Հիմա այդ ողբը հարյուրապատիկ ավելին է դարձել, թեև մենք խորենացուն դուք վստահ եք երևի, ինչպես որ ես, խորենացուն մենք ամբողջովին չենք կարդացել, որտեղ մեր թշնամին այն ժամանակ էլ է աշխատել։ Խորենացին ամբողջովին մեզ չի Հիմա էլ է հասել։ աշխատում խորենացուն հասցնելով 7-րդ դար, հատուկ է արվում, որպեսզի մեզ այդ 5-րդ դարի կարևոր Ուրեմն ինչքան մեզ պիտի տգետ դարձնեն թողած պատմությունից կտրելու համար։ Ինչքան պիտի ժամանակակիցներին նվաստացնեն, տգիտացնեն, որ մենք կարողանանք, մենք չէ, նրանք ով որ պիտի հավատալ այդ հիմարություններին ներեցեք։ Իդեպ ուզում եմ մի բան կարդալ, դուք Բայրոնին հիշեցիք, ես մի գրառում էի արել, որ չմոռանամ, գերմանացի գործարար հնագետ Հենրիխ Շլիմանի հայտնի խոսքերն են, ուղղակի ընթերցեմ։ Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական Այո, վերցրեց հունականը եւ ոչ հայկականը։ Եվ ոչ Հայաստան, այո, եւ երբ որ սա ասում են, դե մեծամտացալ նորից հայերը, լավ մի հատ մի նարեկացի ունեք, չէ, այդ հաճախ ասվող այդ ցինիկ խոսքը, դե մի հատ լավ նարեկացի ունենք, մի հատ տաթևացի ունենք, անընդհատ կրկնում ենք։ Ուրեմն գիտեք, ես որ բանասիրական նորից ընդունվեցի, այսինքն երկրորդ անգամ իմ նույն համալսարան սիրով վերադարձա, հոգեբանություն էինք անցնում եւ անցնում էինք դիցաբանություն, հունական դիցաբանություն։ Ես ապշած էի Եվ ես հարց հնչեցրեցի, որ ես իհարկե խոստովանում եմ այն ժամանակ այսքան գիտելիքներ ես չունեի բնականաբար, եւ որ ես տեսա ներսում ինչ է կատարվում, ես ավելի խորացա այս մեր ցակումնաբանության մեջ եւ հասկացա, թե ինչքան բան մենք չգիտենք։ Եթե դու խելացի մարդը չգիտի, անխելքներից մենք ինչ կարող ենք պահանջել, Եվ այնտեղ շրջանցեցին իմ հարցը, թույլ չէին տալիս, ոչ հարց, ոչ պատասխան պետք չէ։ Հարցնում եմ, թե ինչու, ես ունեմ Արարատյան դիցաբանություն։ Փաստորեն, ես իդեպ ես մի գիրք ունեմ, Ծիրանաերկրում Արարչազարմի, որ Արարատյան դիցաբանությունն է մեր ազգային տոները պոեզիայում, պոեմների միջոցով ներկայացրել եմ։ Ես ինչու պիտի ուսումնասիրեմ հունական դիցաբանությունը, որը բխել է Արարատյան դիցաբանությունից, Անահիտի փոխարեն Աֆրոդիտ, Աստղիկի փոխարեն մյուսները, Զևս Չգիտեմ ինչ էր Վահագնի փոխարեն մեր փառահեղ տիցերին, որ նշանակում է դիեզերական զորություն։ Մի ժողովուրդ, որը ունեցել է այսպես տիր աստվածություն, այսինքն գիրության մասին է խոսվում։ Եվ ընդ որում Քրիստոսից առաջ որ դարերից եկած։ Այստեղ կա Արտաշատ մայրաքաղաքում գտնվում էր տիրի տաճարը, նրա ոսկե արձանով, որտեղ աշխարհի ծագերից բոլոր գալիս էին գիտություն սովորելու Հայաստանի Արտաշատ մայրաքաղաքում, որտեղ նաև թագավորություններ եւ փողերանոցը հայազգի մեծ կրթական կենտրոն էր եւ առևտրական կենտրոն։ Կարդացեք 12 մայրաքաղաքների մասին պոեզիայում։ Մտնի դպրոց։ Շատ շնորհակալ եմ։ Եթե ազգային դպրոց ունենանք եւ ազգային պետություն, անշուշտ կմտնի։ Այ ես հենց ուզում էի նաեւ եւ ամփոփենք մեր այսօրվա շատ հետաքրքիր զրույցը, արդեն մենք եթերաժամանակը մեր ավարտվել է, չէի ուզում Տեսնում եք ինչքան ասելիք կա։ Շատ, եւ ես կարծում եմ, որ հաջորդ մեր հանդիպումները կլինեն կոնկրետ թեմայի շուրջ, եւ որովհետեւ դուք հաստատ շատ խորքային կտակ այդ անհրաժեշտը, դրա կարիքը ունի այսօր մեր ժողովուրդը, այո, մեր ժողովուրդը պիտի կրթել, մեր ժողովրդին պիտի կրթել։ Ժողովրդին պետք է ազգ դարձնել։ Այո, համաձայն եմ, դադարեցինք ասել ազգ, հետո սկսեցինք ասել ժողովուրդ, հետո հասարակություն, չէ, հանրույթ, մի բանի անունը հանրույթ, ներողություն եւ մի ողբերգություն էլ կա, որ իմ սուրբ հայրենիքը, իմ սրբատեղի Հայաստանում տարածք են դարձրել, հիմա դարձրել են համայնքներ, սա խայտարակություն է, համայնքը օտարության մեջ մի կառույց է, որտեղ հավաքվում են տեսակի այդ հայ երառուսները, վրացիները եւ այլն։ Հայաստանում ինչ համայնք կարող է լինել, Հայաստանում ինչ հայրենակցական միություն կարող է լինել եւ իդեպ ես մի ողբերգություն էլ, որ ես վերջերս բացահայտեցի, որ բոլոր դե շատ համենայն դեպս ում հետ շփվեցի, հասարակական կազմակերպությունները բյուրու բազում են, հասկացա, որ նույն աղբյուրից են սնվում, նույն ձեռամբ են ստեղծվել, նույն սցենարով են ստեղծվել եւ բնականաբար ազգայինը այնտեղ տեղ չունի։ Դա վաղուց արդեն հասկացել ենք, բացահայտել ենք, դրսից եկած անունը դրել ենք սորոսական, հա, այսպես։ Այո, ինչպես եք ուզում, որ մենք ազգային պետություն վերածնենք, չասենք կառուցենք, որտեղ իմ պետությունը, իմ հայոց աշխարհը ազգային պետություն է։
ինձ պետք չէ մի այլ պետություն, որտեղ մենք այստեղ բնիկ ենք, եկվորները, այդ եկվորները, պիղծերը, այլերը, բելերը, յան ազգանուններով եւ ծպտյալ աշխատում են հայը ոչնչացման ծրագրի վրա։ Վերջապես մենք խելացի ազգ ենք, վերջապես անպարտելի ազգ ենք, մեր արյամբ պիտի դա հասկանանք, մեր արյունը պիտի մեզ հիշեցնի եւ հուշի վերադառնալ արմատներին գալ ինքնաճանաչման, հասկանալ, որ դու տեր ես այս երկրում, պատիվ ես ունեցել, ծնվել այս երկրում, այս փառահեղ աշխարհում, հայոց աշխարհում, որ դրախտավայր է։ Տիկին Անահիտ, դուք ինձ հիացնում եք, ձեր ծնից եմ կրկնում հայասիրությամբ, հայապաշտությամբ, իսկապես Երանի մեր ազգի մեջ ձեր տեսակը շատ լիներ, այսօր մենք շատ խնդիրներ շատ ավելի հեշտությամբ կլուծեինք եւ իհարկե ձեր ամբողջ խոսքը կոչ էր ու պատգամի պես այսպես հնչեց ամեն հայի։ Դե թող գան իմ գրչակիցները միանան եւ մենք քանի որ հիմա ասում են մտավորականները, ահա ես մտավորական, ում համար դռները փակ են։ Ես խոստանում եմ ձեզ, ներողություն, շատ շնորհակալություն։ Այս մտավորականությանը անդրադառնալու ենք, այս ողբերգական ծայրահեղ վիճակում գտնվող Հայաստանում մտավորականները թող ինձնից ոչ ոք չնեղանա, բայց դուրը փակել են, դրան հետևն են թաքնվել, շատ-շատերը փայլուն մտավորականներ կան, որոնք համարձակ այսօր կանգնած են եւ իրենց խոսքն են Դե ջահ պիտի լինի մտավորական ազգի համար։ Ներողություն եմ խնդրում, իրենց աթորի եւ պաշտոնին գերի դարձած մտել են սեղանի տակ, այդ թեմային ես պիտի խնդրեմ ձեզ մեկ օր անդրադառնանք եւ ես այո նաեւ անուններ եմ հնչեցնելու, գիտեք, եկել է այլևս մենք հայրենիք ենք կորցնում։ Այդ վախվորատությունից պիտի ճեղքենք դուրս գանք։ Իսկ հայրենիքը վեր է ամեն բանից։ Վեր է ամեն ինչից, անձնական նկրտումներից, շահերից, եթե մենք կարողանանք ճակատ ասել, գուցե այդ մարդիկ ստացվեն։ Ինչ արժե տվյալ անձը, եթե չունի հայրենիք, եթե չունի ազգային ոչինչ, ինչ արժե այդ ազգը։ Ասեմ շատ շնորհակալ եմ ձեզ Տիկին Արմինե ջան, որ դուք այսպիսի հայրենապաշտ հայուհի եք, անտեսելով ամեն բան, ամեն պատնեշ, ամեն մի չի կարելի, դուք անցնում եք ձեր նվիրումով։ Գեցեք դուք։ Իմ հիացումը ձեզ, այո, ես էլ հայտնաբերեցի մեկ հայուհու եւ ամեն անգամ մի հայի ճանաչելով հայտնաբերելով ես երջանիկ եմ դառնում եւ գուցե գա այն երջանիկ օրը շուտով, որ մենք հայերով տեսակով հավաքվենք եւ ազգային բռունցք դառնանք, հավաքվենք եւ հասկանանք ինչ ենք անելու, ինչպես մեր ազգը փրկենք ժողովրդի եւ ամբողջ ճիրաններից եւ ծպտյալ թշնամու ճիրաններից։ Ես շատ շնորհակալ եմ ձեզանից, իհարկե ես էլ ձեզ հայտնաբերեցի, անչափ զգացված եմ դրա համար եւ ուզում եմ, որովհետեւ այսօր հոկտեմբերի 5-ն է եւ կա խորհուրդ ուսուցչի օրը, մի փոքր կոչով նաեւ մեր մանկավարժներին, հա, ինչ խորհուրդ կտաք դուք այսօր հայ մանկավարժին։ Դե դուք ասում եք մանկավարժ, ես խորհուրդ եմ տալիս չլինել մանկավարժ, չլինել դասատու, լինել ուսուցիչ։ Սիրելի ուսուցիչներ, ես շնորհավորում եմ իհարկե եւ ուզում եմ, որ հայ ուսուցիչը կիրթ լինի, պետք է աշխատել սեփական գիտելիքները հարստացնելու վրա։ Ուսուցիչը պիտի ամենագետ լինի, ուսուցիչը պիտի փիլիսոփա լինի հոգեբան, լինի մայր, լինի հայր, լինի հայ, սիրի, պաշտի իր մայրենին, մեր փառահեղ, քաղցրակարգ, անզուգական մայրենին, որը պատիվ ունի կրելու եւ սովորեցնի սերունդներին։ Այդ դա է կոչվում ուսուցիչ։ Իսկ ուսուցիչը եթե ինքը չգիտի եւ հիմա ասում են այ մարդը հայրիկը օժիտ է տվել, դիպլոմը արել են օժիտի համար, բայց ինքը աշխատում է իր հայրիկի դպրոցում այդ նույն դիպլոմով եւ ոչինչ չգիտի, երեխաներն ասում են ընկեր ես ինչ, միջև հիմա ընկեր են ասում, իսկ ընկեր բառը հայերեն նշանակում է ընկեր, միասին հաց ուտող, ուսուցիչները դարձել են միասին հաց ուտող, այսինքն մենք խորհրդային ժամանակներից վաղուց դուրս ենք եկել, եղբայր դիմելաձևեր գոյություն ունեն, մենք քաղաքակիրթ ազգ ենք վերջապես եւ լույս ենք, հիմա կռիվ է լույսի ու խավարի, չարի ու բարու, խելոքի եւ անխելքի մեջ։ Մենք անչափ անսահման հարցեր ունենք լուծելու, բայց դա միայն կլուծվի սերունդ կրթելով։ Սիրելի ուսուցիչներ, եղեք կիրթ եւ կրթեք սերունդ, որ լինի ազգային, լինի հայրենաճանաչ, հայրենասեր, հայրենատեր եւ հայրենապաշտ։ Հրաշալի։ Փառք իմ Հայաստանին, ծիրանաերկիր եւ իմ արարչական ազգին եւ հավերժում։ Շնորհակալ եմ, ամեն ազգ կուրախանար ձեր նման ունենալու համար, ձեր նման դուստր ունենալու համար, հա, եւ մենք պիտի հպարտանանք, որ ձեր տեսակը կա։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր մենք հիտաղավարում ես հյուրընկալել էի արձակագիր, բանաստեղծ
իդեպ երկհան, այդ թեմային էլ առանձին մեկ այլ առիթով կանդրադառնանք Տիկին Սարգսյան, Անահիտ Սարգսյանն իմ հյուրը, լավ եղեք, ես էլ եմ միանում Տիկին Սարգսյանի կոչին, բարեմաղթանքներին, միաժամանակ շնորհավորում եմ մեր ուսուցիչներին եւ իսկապես կոչ եմ անում կրթենք իսկական հայկական սերունդ, ազգային, իր պետությունը սիրող, իր ազգը սիրող հայրենատեր սերունդ, լավ եղեք, կհանդիպենք։